պատերազմի հետ կապված ասում եք, որ մի քանի առաջ իմացել եք պատերազմի մասին։ Մենք այո, իշխանությունը իմացել է, բայց ամենաշատը հացազրույցներից մեկը որ չի իմացել պատերազմի։ ես հիմա հանդես եմ գալի, հասկացեք, ես հանդես եմ գալի որպես քննիչ հանձնաժողովի ղեկավար։ Պարոն Սիմոնյանը կարա չի տեսակ է ունենա, բայց բավական է քննիչ հանձնաժողովի ձեռքից մանրամասն հետախուզության մասին։ Ընթերցում է այնտեղ նաև ժամկետները հստակ նախանշված են, թե որ ակտիվներից են ստացել։ Դա մեր ուժերով է եղել, դրան զուգահեռ եղել են տարբեր շեղող, ինֆորմացիոն ոսկեր, որի մասին ես խոսել եմ եւ եթե նկատեցիք Արշակ Կարապետյանը հեռավոր Մոսկվայից այդպես փորձեց ինձ արձագանքի, խոսապեց իմ անունը տալուց, բայց ես ուղիղ ասել եմ, թե ինքը ինչ աղբյուրներով մեզ կոնկրետ ասել է, որ ամեն ինչ լավ է, բայց մեր հետաքրքրությունը ի պատիվ մեր աղբյուրների մենք պարզապես ուշ ենք ձեռք բերել այդ տեղեկատվությունը, չասեմ որ աղբյուրներից, բայց դա մենք իմացել ենք, բանակը վերվել է կոնկրետ ինչ-որ վիճակի, բայց բանակը մինչ այդ ինչ վիճակում է եղել, այլ խնդիրը դրա մեջ է։ Բավարար պատրաստվածության չի Բանակը եթե առաջնագծից սկսած, բնականաբար եթե բանակի առաջնագիծը լիներ այնպես կահավորված եթե մենք հիմա խոսում ենք ամրոցների մասին, այն ժամանակ մենք միայն տեսել ենք Բանգապ Գուլգեկը, Տոքսերյան Օհանյանը դերինց, բայց ինքը այն ժամանակ չի ունեցել այդ հնարավորությունը, ամրոցներ կառուցելու, որովհետև այն ժամանակվա գումարը գնացել է դղյակներ կառուցելու։ Իսկ այսօր գումարը դրվել է հենց անվտանգային նպատակների համար, եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ ծառայություն տանողը շատ պաշտպանված է, շատ բարձր մակարդակի, օդից, դիմացից եւ հետեւից։